նրանց, որոնք խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին։ Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեցիք մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները։ Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ մոլեգնած ու մրկացուկ եռում էր ձեր ոտների տակ։ Դուք էիք, որ բռնության ու արհավիրքի խեղդող խավարի մեջ ձեր բոցավառ աչքերի հրափայլ բոցով մոլոր ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք։ Փառք ձեզ։ 1000 տարիների արյունի մառախուղի միջից ձեր գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դուք քայլում եք անհողդողտ, խամառ ու վսեմ դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ։ Քայլում եք հետիհև, վիրավոր, խոշտանգված, ձեր հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքան ազգեր լացով խորտակվել են ու կորել, որպես մրրիկներից փշրված փոշու ամպեր։ Հոյակապ բախումների ու հսկայական պայքարի մեջ ձեր բաց ու գունատ ճակատներին կախված մնացին բոլոր զրկվածների, բոլոր դժբախտների հուսացող հայացքները։ Ձեր երկաթ բազուկների գոռ հարվածները չարիքի խոլ կամարները դղրդացրին և տանջված հոգիների մեջ ազատության հույզերը փոթորկեցին։ Եվ այժմ, ով ուխտյալ հսկաներ, ազատության խորանի առաջ, ծնրադիր, ձեզ եմ նվիրում ձեր արյունով ցողված այս կարմիր երազները, և ձեզ, ով անանուն ու կորած մարտիկներ, մութ անտառներում և մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկներին են պահտրվում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով։ Ձեզ բոլորիդ, պաշտամունքի և հիացումի արդյունքով, և ձեզնով այն վսեմ, այն արյունաներ գաղափարին, որին այնքան սերունդներ փարվել են խանդաղատանքով, և որ ահա ձեր շնորհիվ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրա։ Փառք ձեզ, խոնարհ հերոսներ։ Մենք հոգի հագած թափառականներ, մենք տրտմություններ, լուսեմահարձան, մենք մահանում ենք, հետո դառնում սեր, մենք մահանում ենք, ուրվականներ ենք հագած տրտմություն, մենք հոգի հագած թափառականներ։ Ուզում էի հասկանալ, թե այդ ինչպես պատահեց, որ ներկապնակիդ խաղաղ գույները ալեկոծվեցին, և դու, որ քո նվիրումն ու փառքն էիր բերելու քանդակի աշխարհում, հանկարծ թողեցիր ամեն ինչ ու վրձնի հատիչից զարկը միացրեցիր խենթ, ըմբոստ հոգիներին։ Այն ժամանակ 92-ի մայիսին դու այդ չասացիր, հարմար չգտար, պատերազմ էր ու ժամանակ չկար։ Հիմա ժամանակ կա, ընկեր, ու հիմա տարիներ անց քեզ այցի ենք եկել։ Ամեն ինչ կարծես առաջվանն է, նույն քարքարոտ վերուվարումներով ճամփան ու նույն պաշտպանական գոտին, ուր գրադի ավերածությունները դեռ չեն ապաքինվել։ Ու հիմա ամենից շատ կիսաթաղ ու ավեր խրամատի մեջ քո նոթատետրի վերջին գրառումն եմ փնտրում, ոչ ինձ համար, ընկեր, այլ այն ջահել շիվերի, որ գալիք փորձությունների պահին սխրանքիդ վեհությամբ վարակված, ընդունելով վրեժիդ պարտամուրհակը, ծառան ու հետևորդը դառնալու այն մշտաբար դավանանքի, որի աներկբա ու վերջնական նպատակն է ազատ ու միացյալ Հայաստան։ Արթուր Ղարիբյան, Շուշիի
առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար, հայրենապաշտ Մրկաբազե Ֆիդայի, որ 25 կարճ տարիների մեջ իսպառ ամփոփեց մտավորական, արվեստագետին ու շիտակ հայորդուն, որ օրհասին դեմ հանդիման գարշահոտ վարակի դեմ իր անզիջում կռիվը տվեց ու դարերով գոցված ազատության դափնին հայկյան տուն դարձրեց, իր վեհ նահատակությամբ հավերժ ամրագրելով ազատ ու ինքնիշխան ապրելու հայի դարավոր փափագը։ Արդեն ավարտել էր Գեղարվեստի ուսումնարանի կերպարվեստի բաժինը և ուսանում էր ինստիտուտի քանդակի բաժնում։ Աշխարհին պիտի ներկայանար Դավթի ու Վահագնի իր մտահղացումների նորակերպ մեկնությամբ։ Այլազան ցուցասրահները նրա հայտնությանն էին սպասում։ Սակայն նրա ամենաշխեղ երկունքը մարտակոչն էր, որ պայթեց Երասխում ու արձագանքեց Արցախում։ Մուսաների երթը տեղափոխվեց սահման, ու Արտուրը տղերքի հետ Երասխում էր։ Արամի, Գագոյի, Սմբուլի հետ տարբեր հնարքներով զենք ու փամփուշտ էր հայթայթում, իր բաժինը միացնելով հայոց նորօրյա ազատամարտի հաղթանակին։ 90-ի սեպտեմբերին Արտուրը Շահումյանում էր։ Գյուլիստանում դպրոցականներին կերպարվեստ էր դասավանդում։ Գիշերները Շահեն Մեղրյանի զինակիցն էր սահմանային հերթապահումների զինվորը։ 91-ին Արտուրը դաշնակցական ընկերների հետ մեկնեց Բերթաձոր։ Արնոյի ու Անդոյի հետ մասնակցում էր Բերթաձորի գյուղերի ինքնապաշտպանությանը։ Կարճ վերադարձները Երևան սոսկ կարճ դադարներ էին։ Քանդակի դասալսումները մնացին հեռվում։ Գոհար Մայրիկի հորդորները պիտի անպատասխան մնային, որովհետև նրա վրձնահարվածի վերջնական երանգը ամրապնդված չէր, որովհետև իրեն էին սպասում Փարուխի, Մալիբեյլիի, Լեսնոյի անվերջ տքնանքի ու մաքարման օրերը։ Պիտի շտապեր իր արիաբազուկ թրով հատելու նահանջի ճամփան, վանելու վախն ու խուճապը, անկոտրում, մեղվաջան եռանդով պիտի քանդեր դժկամության պատնեշը ու պատռելով մերժյալի ժխտվածի պարտադրված շապիկը պիտի հառներ առաջ, այլևս կռվով, այլևս հաղթությամբ ձեռք բերելու հայի այն աստվածընծա պարգևը, որն ազատություն է կոչվում, որն ընդմիջվել էր բռնորեն և որը հարկավոր էր վերածնել։ Ահա նա, պատվակես քաջերի մեծապատիվ ժառանգորդը, հայկյան փառքի հավատավոր դավանապաշտը, արևածին որդին, որ հաղթության երգը շուրթին եկավ իր կորովաշատ ջերմը հաղորդելուն նվազ խեղճ սրտերին, ասպետազեն հայորդին, որ հայրենի բաժան հողի ծվենները պիղծ երախից պիտի ետ բերեր և այդ դժվարին կռվանում պիտի նահատակվեր, փարվելով հավիտենական խաչի սրբակյաց հոգիներին։